Նոյեմբերյանի Տավուշի եւ առհասարակ ամբողջ հայ ժողովրդին։ Ժողովուրդ ջան, ես չեմ հասկանում, պիտի ձեր դեմը ինչ-որ մի բան գցեն, որ դուք տնից դուրս գաք, պիտի մի կիլո բրինձ, մի լիտր ձետ, ինչ-որ մի բան պիտի ձեր դեմը գցեն, այդքան լափի մեռած եք, պիցա պիտի գցեն, որ դուրս գաք, ձեր երկրի հարցն է, թուրքը եկել է ձեր դրան մոտ է արդեն, թուրքը ձեր շեմքն է գալիս, դուք ընդհանրապես, հա, երևի, ինձ թվում է, ձեր կանանց, ձեր աղջիկներին հայ տղա մարդիկ, ընդհանրապես, թասիբ, նամուս, գոյություն ունի, թե արդեն չէ, այսօր կանայք ավելի, ես ոնց հասկանում ավելի թասիբով են, ավելի դուխով բառը հարամել է այդ աննորմալի ծնունդը, բայց ավելի դուխով են, քան որոշ տղամարդիկ։ Ինչ է կատարվում, ընդհանրապես բթացման պրոցես է գնում ձեր մոտ, մի բան գցեն դեմներդ, որ նոր դուրս գաք փողոց։ Չէ, ոչ մի բան պետք չի։ Հիմա տեսնում եք մարդիկ։ Ոչ մի բան պետք չի գցել։ Էս այն չի ինչ որ պիտի լիներ։ Էս այն մասսան չի ինչ որ այսօր պիտի լիներ։ Սահմանազատում արդեն այսօրվանից սկսվում է, պրոցեսը այսօրվանից սկսվում է։ Էս այն մասսան չի ինչ որ պիտի լիներ, այստեղ դուրս եկեք ժողովուրդ։ Ինչ է կարծում, նման պայքարը հնարավորություն կտա հետ կանգնել այդ սահմանազատման գործընթացից, որ արդեն սկսել են։ Իհարկե հնարավորություն կտա, ժողովուրդը պիտի ոտի կանգնի, իհարկե հնարավորություն կտա, բայց մարդիկ լռած յուրաքանչյուր իրանց գործին, իրանց առօրյա հոգսերով, լավ մի քանի ամիս էլ աշխատեք, ոստիկանները, չգիտեմ, թող մի քանի ամիս էլ այդ գումարը տանեն իրանց երեխեքին պահեն, տեսնենք դրանից հետո ինչ են։ Ուր եք գնալու։ Ուր եք գնալու։ Որտեղ եք գնալու։ Եթե այսօր մարդիկ կային, որ ասում էին Արցախը մերը չի, Արցախը տանք հանգիստ ապրենք, տվեցիք, ապրում եք հանգիստ, դե ապրեք։ Էդ էր ձեր բեռը, մտածելով, որ Արցախը կտանք, մենք էլ այստեղ հանգիստ մեր համար կապրենք, ամեն ինչ հանգիստ կլինի, զինվորականները, որոշ իհարկե բոլորի մասին չի խոսքը, Քավլիցի, ես այնպիսի թասիբով զինվորականներ լավ մարդիկ կան, որ ես բոլորին չեմ կպչում, բայց մի մասսա մտածում էր, որ Արցախը կտան, իրանք կգնան այստեղ դիրքերում հանգիստ կմնան, ասում էին մենք մեր հողերը կպահենք։ Մենք չենք գնում Արցախը պահենք, մենք մեր հողերը կպահենք։ Այն մտքով, որ այստեղ ամեն ինչ հանգիստ կլինի Արցախը տալուց հետո իրանք իրանց 150-200 դրամը կստանան, 15 օր կլռվեն պոստերում, իրանց գումարը կստանան, կգան տուն։ Դե հիմա պահեք։ Հիմա այդ պահելու ժամանակը եկել է։ Եվ առհասարակ թքեն բոլոր այն բարձրաստիճան զինվորականների ուսադիրների վրա, ովքեր կենթարկվեն այս փալասի հրամանին եւ կլքեն դիրքերը։ Եվ հրաման կտան զորքին իջնել դիրքերից։